Բարի գալուստ մեր ալիք։ Այսօրվա թեման է պետության դերը ռազմավարական ոլորտներում։ Այս հարցի շուրջ մենք զրուցելու ենք Շահումյան կազմակերպության ներկայացուցիչի հետ։ Եկեք սկսենք, ինչ տեսակետ ունի Շահումյան կազմությունը պետության դերի մասին ռազմավարական ոլորտներում։ Շահումյան կազմակերպությունը վստահ է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա ազգային անվտանգության և տնտեսական կայունության ապահովման գործում։ Մենք առանձնացնում ենք մի քանի հիմնական ուղղություններ։ Եկեք սկսենք առաջինից։ Ինչպես եք պատկերացնում պետության դերը ֆինանսական և բանկային համակարգում։ Մենք առաջարկում ենք ստեղծել համահայկական բանկ Սփյուռքի մասնագետների ներգրավմամբ։ Սա թույլ կտա կենտրոնացնել պետական ծրագրերի ֆինանսավորումը, ապահովել կայուն ֆինանսական համակարգ և արդյունավետ իրականացնել ռազմավարական նախաձեռնությունները։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է վերահսկել և սահմանափակել մասնավոր բանկերի դերը, որպեսզի կանխվեն ֆինանսական շեղումները և առաջնահերթորեն ապահովվեն պետական ծրագրերի ֆինանսական պահանջները։ Իսկ երկրորդ ուղղությունը վերաբերում է երիտասարդ ընտանիքներին, չէ՞։ Այո, մենք առաջարկում ենք պետական ծրագրերով անվճար կամ մատչելի բնակարանաշինություն երիտասարդ ընտանիքների համար, հատկապես սահմանամերձ շրջաններում։ Սա կօգնի բնակչության պահպանմանը և ծնելիության խթանմանը։ Բացի այդ, անհրաժեշտ են երկարաժամկետ վարկային արտոնություններ և սոցիալական ապահովության միջոցառումներ երիտասարդ ընտանիքների տնտեսական բեզապասնեստի ապահովման համար։ Իսկ ռազմավարական ոլորտների պետականացման մասին ինչ եք կարծում։ Պետությունը պետք է անմիջական մասնակցություն ունենա ռազմավարական ոլորտներում, հատկապես ճգնաժամային իրավիճակներում կամ պատերազմի նախապատրաստության ժամանակ։ Ռազմավարական ոլորտներն են էներգետիկան, սննդամթերքի արտադրությունը, ռազմաարդյունաբերությունը և կապի համակարգերը։ Պետությունը պետք է մասնակցի ռազմավարական արդյունաբերությանը, բարձրացնելով բանակի պաշտպանունակությունը և ապահովելով ազգային անվտանգությունը։ Միաժամանակ պետք է ներդնել սննդամթերքի և առաջնային ապրանքների արդար բաշխման համար, ապահովելով հավասարաչափ մատակարարում ողջ հանրապետությունում։ Շատ կարևոր է նաև հանքարդյունաբերությունը։ Ինչպիսի մոտեցում ունեք այս ոլորտում։ Պետությունը պետք է աստիճանաբար մասնակցի և ապագայում պետականացնի հանքարդյունաբերությունը։ Սա կապահովի ազգային շահը, արտահանման վերահսկողությունը և աշխատատեղերի ստեղծումը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել շրջակա միջավայրը և բնական ռեսուրսների կայուն օգտագործումը։ Իսկ ինչ նոր աղբյուրներ կարող է ստեղծել պետությունը պետական բյուջեի համար։ Պետության անմիջական մասնակցությունը ռազմավարական արդյունաբերության ոլորտներում կհանգեցնի հավելյալ արժեքի ստեղծման։ Սա թույլ կտա ավելացնել պետական բյուջեն և աստիճանաբար փոխարինել հիմնականում հարկային եկամուտներին հիմնված ֆինանսավորման մոդելը։ Այսպես պետությունը կկարողանա ծախսերը հոգալ այլ աղբյուրներից, նվազեցնել հարկաբյուջեի վրա ճնշումը և ստեղծել ավելի կայուն ֆինանսական համակարգ։ Իսկ ընդհանուր ռազմավարական նպատակը ո՞րն է։ Պետությունը պետք է ներդրում ունենա և ապահովի, որ ֆինանսական, սոցիալական և ռազմավարական ոլորտներում իրականացվող ծրագրերը միտված լինեն երկրի տնտեսական կայունության, անվտանգության և ժողովրդագրական աճի ապահովմանը։ Շահումյան կազմակերպությունը կոչ է անում բոլորին միանալ մեր նախաձեռնությանը։ Միայն միասնական պայքարով մենք կարող ենք իրականացնել այս ազգային ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի ունկնդիրներ, հետևեք մեզ, որպեսզի տեղեկանաք մեր ծրագրերի և նախաձեռնությունների մասին։